Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր մի շատ հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու, խոսքը հայկական վավերագրության մասին է, հայկական վավերագրությունը համաշխարհային վավերագրության կոնտեքստում եւ այս թեմայի շուրջ զրուցելու եմ Արևիկ Ավանեսյանի հետ, ով վավերագրող է, պրոդյուսեր է, ինչպես նաեւ դիստրիբյուտոր։ Ողջույն Արև։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Պետք է խնդրեմ, որ մինչ վավերագրության անցնելը դու խոսես ընդհանրապես վավերագրության որ հենց մասը, որ էլեմենտը դուր եկավ քեզ, որ որոշեցիր դրանով իսկ զբաղվել եւ կարծում եմ արդեն իսկ դրանով մենք հետաքրքրություն կառաջացնենք մեզ դիտողների մոտ։ Ես ի սկզբանե հետաքրքրված էի կինոյով եւ ինչպես ցանկացած երիտասարդ երևի գիտեի, որ կարամ դերասան լինեմ կամ ռեժիսոր ու մնացած մասնագիտությունների մասին տենց առանձնապես շատ գիտելիք չկար եւ այդ փնտրտուքը ինձ բերեց միտեղ, որ ես փորձեցի թե դերասան լինեմ, թե որպես ռեժիսոր մի քանի ֆիլմ արեցի, բայց մասնակցում էի, փորձում էի, այսինքն տարբեր տեղերում աշխատարանների մասնակցել workshop-եր կոչվածը եւ երբ որ մասնակցեցի պրոդյուսերների աշխատարանին, իսկ ես արդեն սովորել ավարտել էի կիրառական մաթեմատիկան, ես հանկարծ բացահայտեցի իմ համար, որ այդտեղ իմ բոլոր հետաքրքրությունները գալիս հատվում են ու թե կազմակերպչական հետաքրքրությունները, ջիղը, մենեջմենթի, թե ֆինանսական ինչ-որ հարցեր տնօրինելը, թե ստեղծագործական պատասխանատվություն վերցնելը, այդ ամեն ինչը ոնց որ սենց շատ կոմպլեքս է։ Կպավ էլի, հա, ու ես հանկարծ բացահայտեցի, ուրախացա, ասացի, վերջ, էս իմն է, ու ես պետքա դրանով զբաղվեմ, ու այդպես դա մոտ 12 թվին էր, ես դրանից առաջ էլ արդեն աշխատել էի մի վավերագրական պրոյեկտում, ու դրանից հետո էլ կարծես մի պահ եկավ, որ ես պետքա որոշում կայացնեի կամ Շարմ հոլդինգ մտնեի ու կոմեդիաների բաների վրա աշխատեի, կամ ուրիշ այլ ընտրանք, դա եղավ Բարս մեդիան, որը այդ պահին ոնց որ հնարավորություն կար, որ մտնեի որպես պրակտիկանտ ու ես ընտրեցի իրանց մոտ գնալը, նախընտրելով ոնց որ արժեքավոր կոնտենտ ստեղծելը, քան զուտ ժամանցայինի հետաքրքրությունը եւ այդ իմ առջև բացեց վավերագրական կինոյի աշխարհը, որը ես հիմա արդեն անչափ սիրում եմ ու ինձ համար ինքը շատ ավելի լայն է ու շատ ավելի հետաքրքիր հնարավորություններ է տալիս, քան խաղարկային կինոն, վավերագրական կինոյի տեսակներ կան, որոնք նույնիսկ հիմա մեր հասարակության մեջ որ հարցնես, իրանք երևի չեն էլ լսել, որ այդպիսի բան կա ու դա կոչվում է վավերագրական կինո, շատ տարբեր հնարավորություններ է տալիս, այսինքն հիմա կա շատ հայտնի ժանր աշխարհում, որը կոչվում է վավերագրական անիմացիա, երբ որ վավերագրական ինչ-որ պատմությունը անիմացիայի միջոցով են պատմում ու թվում է թե կարելի է ասել իրական դեպքերի վրա հիմնված ֆիլմ, բայց դա համարվում է էլի վավերագրություն։ Արև, ինձ հետաքրքիր է հենց հայկական վավերագրության պահը։ Մենք պատմության տարբեր ժամանակաշրջանի համար տարբեր վավերագրական ֆիլմեր ունենք։ Հիմա հետաքրքիր է մեր օրերում, հա, այս իրականության մեջ հայկական վավերագրությունը ինչ նպատակ ունի եւ ընդհանրապես ներկայացնելու համար միջոցներ ինչպես են կարողանում ձեռք բերել հեղինակները։ Շատ դժվարությամբ, որովհետև միջինում մի ֆիլմի ստեղծելը տևում է 3-ից 5 տարի, եթե բախտը բերեց հեղինակի կարող է 2-ից 3 տարի, իսկ այդ ընթացքում անընդհատ պետք են ինչ-որ ֆինանսներ, ինչ-որ միջոցներ, տեխնիկա եւ այլն, բայց օգտվում ենք տարբեր բաներից, իհարկե 17 թվից սկսած, քանի որ պետական ֆինանսավորումը նաև ինչ-որ չափով բաց դարձավ ու վավերագրողները կարողանում էին ֆինանսավորում ստանալ իրենց նախագծերի համար, դա էլ իր մեծ ազդեցությունը ունեցավ, որ ոնց որ վավերագրական կինոյի այս նոր ալիքը կարելի ասել առաջ եկավ,
բայց նաև մի տեսակ այդ փոփոխությունը եղավ սերնդի, կարծում եմ, դա էլ է մեծ ոնց որ դեր խաղացել այդ ամենի մեջ, որ ես օրինակ հիշում եմ 12-13 թվին, երբ որ ես մասնակցում էի այդ ոնց որ նախագծերի ներկայացմանը Հայաստանում եւ մեծամասնությունը նախագծերի ոնց որ անցյալին էր անդրադառնում ցեղասպանության հետ կապված ինչ որ թեմաներ էին, մութուցուրդ տարիների, Արցախի պատերազմի առաջին եւ այլն եւ մարդիկ նույնիսկ երբ որ այդ թեմաներին էին անդրադառնում, ավելի շատ իրենց ոնց որ տրամադրությունը, իրենց զգացողությունը անցյալին անդրադառնալու էր, ոչ թե այսօր դրա դերը կամ այսօր դրա ազդեցությունը Կամաց այս տարիների ընթացքում հեղինակները հասկացան ինչ է ուզում միջազգային հանդիսատեսը, ինչն է ավելի հետաքրքիր է բոլորին այսօր մարդը ինչ է ապրում, ինչ է զգում, ինչի միջով է անցնում, կարևոր չի աշխարհի որ երկրում, որ անկյունում, հա ու վերջին շրջանի մեր այդ հաջողված ֆիլմերը իսկապես այդ մասին են վկայում Արևը կար պետության կողմից հովանավորչություն եւ պետության կողմից պատվեր Չէ, պետության պատվեր չի այն ինչ որ պետությունը հովանավորում է, այլ ոնց որ կինոյի համակարգը եվրոպական շուկայի մոդելը, հա, եթե վերցնենք, դա երբ որ դու ստեղծում ես ոչ թե կոմերցիոն ֆիլմ, այլ մշակութային արժեք ներկայացնող արտադրանք, դու դիմում ես պետությանը, մասնակցում ես մրցույթի եւ ստանում ես դրամաշնոր Եվ դա չի փակում քո ամբողջ ֆիլմի ծախսերը, դա մի մասն է ընդամենը, մնացածը դու ինքդ կամ քո կողմից ես ներդնում կամ համատեղ արտադրող ես ճարում ուրիշ երկրներից եւ այդպես երկրները միասին համատեղ արտադրությամբ արտադրում են նման ֆիլմեր։ Իսկ թեմատիկ, որովհետեւ եթե պետությունը ինչ որ չափով հովանավորում է, նաեւ թեմային է, հա, ծանոթանում թե ինչ թեմայի շուրջ է լինելու այդ վավերագրությունը։ Թե դրա վրա այդքան չեն ծանրանում Այդ պատկերացումները կարելի ասել հին է, այսինքն սովետի ժամանակ էր այդպես, որ պետությունը հանդիսանում էր որպես պրոդյուսեր եւ ոնց որ չկային պրոդյուսերներ, կային արտադրողներ, ովքեր զուտ արտադրական ընթացքով էին զբաղված եւ այլն, դա իր լավ պտուղներն էլ ա տվել, օրինակի համար Փելեշյան չէր լինի, եթե չլիներ սովետական այդ համակարգը, ով որ ամսական աշխատավարձ էր ստանում ու կարար 2 տարի աշխատեր ու նկարեր 15 րոպեանոց ինչ որ մի ֆիլմ, որը կարևոր չէր, հա, պետության համար ունի մեծ պրակատ, չունի, նայողներ կան, չկան, ինքը ոնց որ իր աշխատանքը կատարում էր ու այդ աշխատանքը Այսօր մեր ամբողջ հայ ժողովրդին պատիվ է բերում ամբողջ աշխարհում, որ մենք ունենք Փելեշյան, ունենք Փարաջանով, բայց Փելեշյանի պատճառը թե ինչու պարոն Փելեշյանը հետո չկարողացավ ֆիլմեր նկարի, այդ համակարգի փոխվելն է, այսինքն այսօր կա պրոդյուսեր, ով որ գնում է ինչ որ արտադրական շուկաներ, այլ արտադրողների հետ բանակցություններ ավարում ու պայմանավորվում է, որ օքեյ, մենք այսքան գումար ենք կարում դնենք, դուք այսքան գումար եք դնում, մենք այս վերջնաժամկետներ ենք ֆիքսում այդ ոնց որ ասած տրված սահմանների մեջ մենք պետք է ավարտենք ֆիլմը, պետք է հանձնենք, այս անենք, այն անենք։ Իսկ ոնց որ այդ դպրոցի կամ այդ հին համակարգի ներկայացուցիչների համար կար պետպատվեր, այսինքն պետությունը տալիս էր գումարը, դու արտադրում էիր այդ ֆիլմը ու կարևոր չէր այդ ֆիլմը մեծ հանդիսատես կունենար, փոքր հանդիսատես կունենար, ոնց կլիներ իր կյանքը, միակ բանը որ պետությունը դնում էր, դա այն էր, որ ինչ իր գաղափարախոսություններին ու իր պահանջներին բավարար էիր։ Իսկ այսօր այդ խնդիրը չկա, պետությունը չունի, այսինքն ընդհանրապես չկա պետպատվեր հասկացողությունը եւ պետությունը սկզբունքորեն պետքա թափանցիկ ձևով ընդհանուր ոլորտին աջակցի։ Բայց արև այստեղ մի խնդրի առջև չեն կանգնում, եթե չկա պետական վերահսկողություն, այսինքն ինչ պատահի կարելի է
նկարահանել եւ դուրս բերել համաշխարհային շուկա եւ ցուցադրել, որ սա հայկական վավերագրությունն է։ Ես սա դու չես կարծում, որ անվտանգության հարց էլ կա, հա, այստեղ ազգային անվտանգության, մշակութային անվտանգության հարց կա, որովհետեւ եթե չկա այդ վերահսկողությունը եւ պետպատվերը, այսպես ասենք, ուրեմն ցանկացած բան կարելի է արտադրել եւ դուրս հանել։ Եվ սա ներկայացնել հայկական վավերագրություն այդ անվան տակ։ Դե նայեք, իրականում այդքան էլ այդպես չի, այսինքն ես դեմ եմ ցանկացած գրաքննության, ցանկացած վերահսկողության այդ տեսանկյունից, որովհետև եթե հեղինակը ուզում է նկարի ու ներկայացնի մի բան, որը իրական է, որ գոյություն ունի, իսկ պետությունը ասում է, չէ, այ ընտանեկան բռնության մասին ֆիլմ մի արա, մենք շատ լավն ենք, մեր արժեքը ընտանիքն է, Հայաստանում տենց վատ բաներ չկան, այդ դեպքում դա ճիշտ չի։ Բայց կամ հակառակը, եթե պետությունը ասում է պատվեր է տալիս, որ նկարեք սենց ֆիլմ, ինձ այդ թեման է պետք, ես այդ դրանով եմ հետաքրքրված, դա էլ ճիշտ չի։ Այսինքն պետք է ընդհանուր ոլորտը զարգանա եւ այնպես աշխատի, որ ու դա հիմա մոտավորապես այդպես է, երբ որ ներքին ոնց որ մասնագետները հավաքվում են ու գնահատում են նախագծերը, ովքեր որ մրցույթի են մասնակցում, եւ այն նախագծերը, որ իսկապես լավն են, իսկապես արժեքավոր են, իրենք ստանում են ֆինանսավորում, բայց այդ ստացած ֆինանսավորման դիմաց պետությունը իրավունք չունի, ոնց որ ասած, գույքային իրավունք ունենա դրա հետ կապված կամ համարի, որ այդ իր արտադրանքն է, ինքը խթանում է ոլորտ, ինքը աջակցում է իր արտադրողներին, որպեսզի իրանք գնալով ավելի ու ավելի լավ ֆիլմեր արտադրեն։ Արև ջան, բայց մի բանում էլ արի, ինձ հետաքրքիր է, միգուցե ես չեմ հասկանում կամ չեմ պատկերացնում, վավերագրությունը չունի սահմաններ, այսինքն չունի դրված ինչ-որ քառակուսիներ, որովհետև առօրյա կյանք է ներկայացնում, կենդանի մարդուն է ներկայացնում իր կյանքը։ Հիմա շատ է, չէ, այսօրվա մեր Հայաստանում, քանի որ մենք մի իրողության մեջ ենք ապրում, որ նույնիսկ թուրք բլոգերը կարող է գալ Հայաստան, հա, եւ ներկայացնի նկարի մեր պատմամշակութային վայրերը, շենքերը նկարի եւ դա ցուցադրվի որպես ադրբեջանական։ Ես իրողություն եմ, չէ, դա ասում։ Հիմա եթե երևի թե իմ մտահոգությունը հենց դրա վերաբերյալ է, եթե չկա պետական վերահսկողություն, այսինքն ցանկացած մեկը եւ ընդ որում կարիք էլ չկա հիմա ենթադրենք այդ բլոգերը ինքը ֆինանսի խնդիր չունի, ուրեմն եւ կարելի է սա հանել համաշխարհային շուկայում ներկայացնել որպես վավերագրական ֆիլմ։ Նայեք, այդ հարցը մեզ չի ուղված, մենք վավերագրողներ ենք, այդ հարցը պետք է ԱԱԾ-ին ուղղել ու հարցնել ոնց է լինում, որ տենց բան է լինում։ Իսկ ձեզ օրինակ չի հանդիպել եք կամ ընդհանրապես ձեր ներքի խոհանոցում այդ թեման քննարկվել է օրինակ։ Այո, առնչվել ենք անշուշտ, շատ լինում է, որ Ամերիկայի կամ չգիտեմ Եվրոպայի կամ չգիտեմ ուրիշ երկրի ինչ որ մարդու անունով ներկայանալով դիմում են, ասում են, խնդրում ենք այս հարցազրույցը նկարեք այս մարդու հետ, որպես ոնց որ ենթադրենք Ալ Ջազիրայի համար ինչ որ գործ ես անում եւ անպայման մենք ոնց որ ստուգում ենք ինքներս մեզ ապահովելու համար, որովհետեւ երբեք չես իմանա վաղը միսօր այդ հետո ինչ ձևով կօգտագործեն, ինչ կանեն ու եթե հանկարծ ինչ որ կասկածելի էլեմենտ ենք զգում կամ վստահելի չի այդ աղբյուրը, որ մեզ առաջարկում է, մի խոսքով հնարավորություններ կան հասկանալու իսկապես քո ստեղծած այդ արտադրանքը ուր է գնալու, ինչ է հասնելու, ինչին է ծառայելու, այդ դեպքում դու ոնց որ կարող ես հրաժարվել, ասել շնորհակալություն, այսինքն դա ուրիշ դեպք է, իմ ասածը այն է, երբ որ դու հեղինակ ես հայ, Հայաստանից, նկարում ես հայկական պատմություն եւ այդ պատմությունը հանում ես արտասահմանյան փառատոների եւ բաների։ Դա այնպես չի, որ ինչ որ մեկը քեզ պատվեր է տալիս, դու էլ դա կատարում ես։ Դա քո ներքին ստեղծագործական մղումն է, քո հետաքրքրությունն է, ասենք ֆիլմ կա Երևան ավլողը, մի կնոջ մասին է, ով որ մի քանի տեղ աշխատում է, այդ թվում նաեւ գիշերը որպես փողոցները ավլող կանանցից է, այն ժամանակ սանիտեկներ, որպեսզի կարողանա իր ընտանիքը
ընտանիքի իր 4 երեխաների ապագան ապահովել եւ թվում է թե սովորական պատմություն է, ում կարա դա հետաքրքրի, բայց եվրոպական փառատոներում բավականին հաջող ընթացք ունեցավ, որովհետեւ մարդկանց հետաքրքիր էր այդ իրական մարդը ու այդ իրական իրավիճակը, իր աշխատանքը, իր հարաբերությունը ու շփումը իր ընտանիքի երեխաների հետ։ Մի ուրիշ պատմություն Թամարա Ստեփանյանը գտավ ոնց որ լուրերի մեջից կարդալով հետաքրքրվեց, գնաց գտավ այդ գյուղը, որը Գեղարքունիքի Լիճք գյուղն է, որտեղ գյուղի մեծամասնությունը կանայք են, տղամարդիկ միշտ կամ արտագնա աշխատանքի են կամ ուրիշ ինչ-որ տեղ ու բոլոր գործերը կանայք են անում ու ամբողջ տարվա ընթացքում իրենք տենց մենակ են, իրենք իրենց գործերով եւ այլն ու թվում է ինչքան նուրբ, ինչքան, չգիտեմ, խոցելի կարծես թեմա է, չէ, ու ինչպես պետք է հեղինակը դա կարողանա ներկայացնի, որ ոչ կանանց նեղացնի, ոչ գյուղի ծերերին, ոչ ամուսիններին, ովքեր վաղը մյուս օր նաև այդ ֆիլմը դիտելու են, եւ իսկապես փառահեղ աշխատանք է արել Թամարան, կոնկրետ այդ ֆիլմի դեպքում մի ընտանիքի տղամարդը որոշեց վերադարձավ ու էլ չգնաց արտագնա աշխատանքի, այսինքն գուցե այդ ֆիլմը, գուցե այդ նյութը պատճառ հանդիսացավ, որ ինքը հանկարծ կողքից տեսնի այդ ամենը ոնց է չէ որ դու առօրյա կյանքում հաճախ չես կանգնում մի հատ այդ որ ասում եմ չէ հայելու մեջ նայես մի հատ ոնց է այդ իրականությունը արտացոլանքը ու հանկարծ դա հնարավորություն է դառնում հիմա նաև ինձ հետաքրքիր է վավերագրողները հա հեղինակները իրենք հիմնականում երիտասարդներ են որ սերունդի ներկայացուցիչներն են ավելի գերակշռողները Իհարկե բոլոր սերնդի ներկայացուցիչներից էլ կան, ամենակարկառունը Հարություն Խաչատրյանն է, որ վավերագրող ոնց որ մեծ դպրոցի, այսպես ասած, կարևոր անձ է հայկական կինոյի համար, բայց նաև շատ երիտասարդներ կան, երիտասարդ ասելով երևի արդեն երիտասարդ չեն, 30-ից բարձր կամ 20-ից բարձր տարբեր տարիքի կան, ամեն դեպքում անդրադառնալով նորից այդ հարցին անվտանգության, գիտեք շատ բարդ է, որ հեղինակը այդ թեմայի շուրջ մտածի ու անհանգստանա, երբ որ օրինակի համար ֆիլմ ես նկարում ու դու դիրքերում ես կամ Պաշտպանության նախարարության հետ կապված ինչ-որ օբյեկտի հետ կապված ինչ-որ բան է սանում, իհարկե անպայման այդ ամեն ինչը իրանց հետ համակարգվում է, թույլտվություն է ստացվում, այնտեղ, չգիտեմ, մեքենայի համարները կամ ինչ-որ բանը փակվում է, այդ սաղ ռեգլամենտները կա, մենք այդ ամեն ինչը հասկանալով միշտ իրենց հետ համագործակցում ենք, բայց գլոբալ հաշվով դա նաև այդ ֆիլմերը նաև մեր մշակույթն են ներկայացնում, ու եթե մեր մշակույթը հենց այդպիսին է, մենք չենք կարող անընդհատ ջայլամի քաղաքականությամբ գլուխներս կոխենք հողի մեջ փորձենք չխոսանք, չներկայացնենք, որ ուրիշներն էլ էս ինչ կամ այն ինչ բանը չմտածեն, բայց միևնույն ժամանակ հակառակը ես կարամ շատ օրինակներ բերեմ, օրինակ Արման Այվազյանի երիտասարդ ռեժիսոր նկարել է մի ֆիլմ, որ կոչվում է Քարը, 5 կամավորներ Լաչինի հանձնելուց առաջ մեկնում են այնտեղ, որպեսզի խաչքարերը փրկեն։ Եվ բավականին լուրջ տեխնիկա են տանում իրանց հետ, որտեղ այդ խաչքարերը տոննայանոց են, էլի, ինձ չի ասեն, կրկեցիր, դրեցիր քո սովորական մեքենայի մեջ, բերեցիր, էլ կռան է պետք, էլ չգիտեմ, մեծ մեքենա է պետք, էս է պետք, այն է պետք, 10 հոգի է պետք, որ կարողանան այս կամ այն գործողությունը անեն, եւ այդ ֆիլմի մեջ հետաքրքիր ձևով երևում է, որ այնտեղ գյուղում ինչ որ տատիկ է մնացել, որ ինչ են դեռևս էվակուացրել ու ինքը մոտենում է, ուզում է հասկանա ինչ են անում, ուրախանում է, որ խաչքարերն են տանում, բայց դու հասկանում ես, որ ինքը տխրել է, որ իրան դեռ չեն տանում, եւ երբ որ արտասահմանում այդ ֆիլմի ցուցադրությունները լինում է, միշտ այդ հարցը բարձրանում է մարդկանց մոտ, էլի, որ քարի հետևից եք ընկել, այնտեղ մարդ է մնացել ու դրա միջոցով շատ լավ առիթ է լինում, որ դու խոսես մշակութային ջարդի մասին, որ այսօր Ադրբեջանը կատարում է, մշակութային արժեքի մասին, որ մենք ունենք, իծն է, մեր արյան մեջ գնում է Հայաստանում նայելուց ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, խեն խաչքարները փրկում, չէ, որովհետև մենք մեծ պատմություն ունենք այդ խաչքարների վերացման հետ կապված եւ ոնց որ բոլորս շատ գիտակից հասկանում ենք, ապրեն, գնացել են, փրկում են ինչ-որ մի բան, բայց արտասահմանցու համար հարց շատ տարօրինակ է դա երևում, էլի, բայց միևնույն ժամանակ շատ լավ առիթ է լինում, որ իրենք իմանան որոշ բաների մասին, մեր արժեքների մասին իմանան եւ այլն։ Կամ նմանատիպ մի հատ վավերագրական ֆիլմ կա, որ կոչվում է Բլոկադա, որ
էլի կարճամետրաժ ֆիլմ է 8 րոպեանոց, Գորիսում մնացած երեխաների մասին է, որոնք հատուկ ծրագրով ընտրվել էին, Արցախից եկել էին, որ մասնակցեին Եվրավիդենիային, ու այնպես է ստացվում, որ հենց հաջորդ օրն է սկսում բլոկադան ու իրանք մի ամիս մնում են Գորիսում, 14, 13, 12 տարեկան երեխաներ, այսինքն այնպես չի էլի, որ կարաս իրանց անտեր թողնես առանց իրանց ծնողների, եւ ֆիլմը վերջանում է այդ կադրերով, որ իրանց սահմանապահ ռուս խաղապահները օգնում են, հասցնում են Ստեփանակերտ, միավորվում են իրանք իրենց ծնողների հետ եւ այլն, եւ էլի միջազգային փառատոններում ցուցադրելից մարդիկ չեն հասկանում։ Ասում են ոնց որ անտրամաբանական է, այդ մարդիկ ոնց որ արդեն խնդրի մեջ են, իրանք ինչի են իրանց երեխեքին բերում այդ նույն խնդրի մեջ տեղակայում, հա, այսպես ասած, գոնե այդ երեխեքը ապահով տեղում էին, մնային այնտեղ ապահով եւ այլն, ու էլի առիթ է առաջանում, որ դու խոսես արժեքի մասին, ընտանիքի արժեքի, ծնող երեխա հարաբերության արժեքի մասին, նաև այդ երեխաները իրանք ֆիլմի մեջ էլ ասում են, որ եթե ես ունենամ 2 ժամ հնարավորություն, ես ուզում եմ գնամ ու ընդեղ լինեմ, իմ ընտանիքի կողքը լինեմ, իմ հողում լինեմ, գուցե դա վերջին անգամն է, որ ես այնտեղ գնում եմ, ես մեկա ուզում եմ գնամ, ես չեմ ուզում այդ հնարավորությունից հրաժարվեմ, այսինքն բաներ կան, որ մենք երբեմն ավելի կենտրոնանում ենք բացասական ինչ-որ բաների վրա, բայց դրականը երևի ավելի շատ է, որ շատ ավելի հաճախ կարա ազդի, չգիտեմ, նույն արտասահմանցու վրա, թե մենք ինչ ձևով ենք ապրում, ինչ մշակույթ ունենք, ինչ արժեքներ ունենք, ու ինչպես ենք նայում աշխարհին որպես հայ ու մեր, չգիտեմ, ԴՆԹ-ն ինչպես աշխատում։ Իհարկե շատ ավելի օգտակար եւ պիտանի կլիներ, եթե երկու կողմներ պահվեր, հա, չլիներ այդ քառակուսիները, այդ գծերը, որ այսինքն գրաքննություն չլիներ, բայց միևնույն ժամանակ պետական վերահսկողություն լիներ, բայց կարծում եմ դա ապագայի հարց է եւ որոշվող դա հնարավոր է էլի դա շտկել։ Ես ասեի ցանկության հարց է, եթե մեր պետությունը ունենա նպատակ, ռազմավարություն, թե ինքը ինչ ուղղությամբ ինչպես է ուզում շարժվի, ինքը այդ ամեն ինչը կանի կամ ինչ-որ չափով անում է, ինչ-որ չափով ստացվում է, ինչ-որ չափով չէ։ Արև ջան, ինձ հիմա հետաքրքիր է նաև այսպիսի մի բան, հայ վավերագրությունը համաշխարհային վավերագրության մեջ ինչ դեր ունի եւ արդյոք ընդհանրապես ինքը դեր ունի, իր ձեռագիրը ունի, իր նշաձողը ինչ որտեղ ունի, հետաքրքիր է սրա մասին խոսես։ Այդպես դժվար է ասել, որ հատուկ ինչ-որ կերպ ունի հայկական վավերագրությունը, որովհետև կան երկրներ, որոնք ունեն իրենց շկոլան, իրենց ինչ-որ տենց ձեռագիրը ինչ-որ տեղ, հա, հայկական վավերագրությունը այդ առումով շատ ավելի տարբեր է, կախված հեղինակից, բայց վերջին շրջանում կարելի է ասել, որ մենք բավականին լուրջ հաջողությունների ենք հասել, օրինակի համար Շողակաթ Վարդանյանը նկարեց ֆիլմ իր եղբոր անհետանալու հետ կապված, այդ ամբողջ iPhone-ով նկարեց, բայց ֆիլմը աննախադեպ հաջողություն ունեցավ եւ վավերագրական կինոյի ամենահեղինակավոր փառատոնում, Ամստերդամի IDFA փառատոնում ստացավ գլխավոր մրցանակը։ Եվ դա եւս մի նշան է, որ այդ պատմությունը, այդ անկեղծությունը, որով Շողակաթը բացել է հանրության առաջ իր ու իր ընտանիքի ցավը, տառապանքը, այդ ամբողջ ապրումները իսկապես ազդեցիկ է եւ դա ազդեցիկ է ցանկացած երկրի, ցանկացած քաղաքացու համար, որ պատերազմի հետ առնչվել է։ Անպայման չի, որ իրենք հայ լինեն, որ հասկանան այդ խնդիրը։ Կամ Թամարա Ստեփանյանի վերջին ֆիլմը, որ կոչվում է Իմ հայկական ուրվականները, հայ կինոյի 100-ամյակի ոնց որ հետ կապված, մի փոքր անդրադարձ է կինոյին, նաև իր հայրիկի հետ կապված Վիգեն Ստեփանյանի, որ դերասան է եղել, կինոյի մարդ է եղել ու Թամարան իր հետ ոնց որ մեծացել է այդ այսպես ասած միջավայրում իր անդրադարձը եւ այդ ամեն ինչը այնպես է հետաքրքրել, որ ֆիլմը մտել է Բերլինի բավականին հեղինակավոր փառատոնը, չէ, Բերլինի միջազգային փառատոնը մրցույթային ծրագրերից մեկում։ Այսինքն
կա այդ պոտենցիալը, ես կարամ էլի ֆիլմերի անուններ տամ, ասենք Ավրորայի լուսաբացը, որը Ավրորա Մարտիկանյանի իրական պատմությունն է, վավերագրական անիմացիա 22 թվին արտադրված Բարս մեդիայի կողմից, ամենահեղինակավոր անիմացիոն փառատոնի մրցութային ծրագրում ա եղել Անսիում, հետագայում շատ փառատոնների ա մասնակցել ու դրա պատճառով նաև այդ Ամստերդամի IDFA-ի փառատոնում որպես լավագույն փառատոնների լավագույն ֆիլմերի ցանկում ընդգրկվել է, այսինքն դա եւս իր արժեքի մասին է խոսում, Խաղաղ օվկիանոսյան մեծ այսպես կոչված Օսկարի մրցանակն է ստացել որպես լավագույն անիմացիա, մի շարք այլ տեղերում որպես լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակն է ստացել ու ի ուրախություն մեզ շատ են նման հաջողված ֆիլմերը։ Իսկ ֆիլմերը որտեղ կարող են մարդիկ դիտել, հեռուստա եթերներում, YouTube-յան ալիքներում, ընդհանրապես որտեղ է ցուցադրվել, որովհետև կարծում եմ մեզ լսողները արդեն այո, անունները մանավանդ ֆիլմերի անվանումները լսելով միգուցե փնտրեն, հասկանան թե այդ վավերագրական ֆիլմերը որտեղ կարելի է գտնել եւ դիտել եւ մի բան էլ ես որքան հիշում եմ դու ասում էիր, որ վավերագրական ֆիլմաշարք է, հա, քանի ֆիլմեր են դրանք։ Այս պահին մենք կարելի ասել, որ ասենք 16-17 թվից մինչև հիմա 30-ից ավել լիամետրաժ վավերագրական ֆիլմեր ունենք, բավականին հաջող, փառատոններում ներկայացած, դրսում որոշակի հաջողություններ գրանցած, ցավոք սրտի ունենք դիստրիբյուցիայի խնդիր, որովհետև հեղինակները իսկապես չգիտեմ ոնց դա ծայրահեղացնեմ, բայց կաշվից դուրս են գալիս, որ այդ ֆիլմերը արտադրեն վերջին կոպեկը դնելով, չգիտեմ, այս ֆոնդը, այն ֆոնդին դիմելով եւ այլն, եւ իսկապես ռեսուրս չի մնում, որ զբաղվեն տարածումով, որ մարդիկ տեսնեն այդ ֆիլմերը, իմանան այդ ֆիլմերի մասին գոնե, հա, որ պահանջարկ առաջանա նաեւ ֆիլմերի ցուցադրության։ Հեռուստատեսությունը մեր երկրում դեռևս տրամադրված չի գնել եւ երբեմն անվճար լինում են ինչ-որ ցուցադրություններ, բայց ոչ բոլոր հեղինակներն են պատրաստ այդքան տանջանքներից հետո իրանց արտադրածը նվիրեն, որպեսզի մարդիկ անվճար ցույց տան եւ դա նորմալ է։ Ու խնդիր կա ֆիլմերի հասանելիության։ Որոշ ֆիլմեր կան, որոշ հարթակներում հասանելի են, բայց գլոբալ հաշվով մեծամասնությունը ֆիլմերի ոչ միտեղ չի երևում, ոչ միտեղ ներկայացված չի ու մարդիկ եթե նույնիսկ հիմա լսում են ու հետաքրքրվում են, չգիտեն ինչպես գտնեն ու նայեն։ Հիմնականում այդ ֆիլմերը բոլորը ոնց որ լինում են փառատոնների մեջ, դա կլինի Ոսկե ծիրանի փառատոնն է, Ռեանիմանիայի փառատոնն է կամ Միկադր փառատոնն է կամ Ուջանում կա Ծիրանի ծառ վավերագրական ֆիլմերի փառատոն, հիմա դեբետում է։ Մի խոսքով տարբեր փառատոններ կան, որոնց շրջանակներում այն ամենաշատ հետաքրքրված, շատ նեղ մասան կարա հնարավորություն ունենա այդ ֆիլմերի հետ առնչվի, բայց գլոբալ հաշվով դիստրիբյուցիայի խնդիր կա եւ դրա Այսինքն հանրային չի դառնում դա, նեղ շրջանակի համար է։ Ի վերջո այդքան չարչարանքը, որ մարդիկ չարչարվել են եւ մեր հայկական իրողությունը ցուցադրել են, հնարավորություն ունեն ընդամենը նեղ շրջանակի մեջ ցուցադրելու հանրային լայն մասաների համար դա անհասանելի է։ Բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, հիմա ստեղծել ենք մի քանի վավերագրողներով վավերագրողների ասոցիացիա եւ հենց այդ ուղղությամբ ենք աշխատում, որ մտածենք ծրագրեր, ինչ որ բաներ նախաձեռնենք, որ ֆիլմերի ցուցադրություններ հնարավոր լինի, թե հեռուստատեսությամբ, թե տարբեր տեղերում եւ ես ինքս ստեղծել եմ հենց դիստրիբյուցիոն ընկերություն, որի միջոցով փորձում եմ Հայաստանի մարզերում 30 քաղաքներում եւ համայնքներում, ոչ միայն քաղաքներում, ցուցադրել այդ վավերագրական ֆիլմերը։ Եթե կան մարդիկ, որ հետաքրքրված են մեր գործունեությամբ, կարող են սոցկայքերով, չգիտեմ, գտնել մեզ հետևել, կոչվում է Platform Doc, եւ մեր նպատակն է հենց հայկական վավերագրական ֆիլմերի տարածումը ապահովել։ Ինֆորմացիա որտեղից հենց Platform Doc-ից կարող են վերցնել, թե ինչպես համագործակցել, ինչ պայմաններ, ամբողջը ներկայացված է, որպեսզի դիտողները պատկերացում ունենան, ինչի մասին են տեղեկացված լինելու մտնելով կայք։ Այս պահի դրությամբ
տարվա կտրվածքով 3 ֆիլմերի ցուցադրություն ենք նախատեսում մարզերում, այդ որ ասեցի տենց վճարով է լինելու։ Վճարովի տոմսերով ցուցադրություններ, բայց պատրաստ ենք նաև համագործակցել տարբեր, չգիտեմ, անհատներից սկսած կազմակերպություններով վերջացրած, ովքեր կուզեն թեկուզ իրենց գյուղ կամ իրենց համայնք հասնի ինչ-որ մի ֆիլմ, մեր հետ կապվեն, փորձենք համագործակցել, որովհետև այդ փորձն էլ կա, ես 23 թվականից սկսած տարբեր ցուցադրություններ եմ անում ու այդ ոնց որ ասած զարգացումը բերեց նրան, որ հենց վաճառքով անենք այդ ամեն ինչը, որովհետև նաև ուզում եմ կրթեմ մեր հանդիսատեսին, որ եթե իրանք գնում են, չգիտեմ, թատրոն են նայում, կինո են նայում, էս են ամեն են անում, նաև որոշակի թեկուզ փոքր գումար տրամադրեն նաև հավերագրական կինոյի համար, նայեն, գնահատեն, կարող է մի կինո սիրեն, մեկը չսիրեն, այն մյուսին ավելի բարձր գնահատեն, այն մյուսին ավելի ցածր, բայց դա արդյունքում ոնց որ նաև ճանաչելություն է բերում եւ շատ կարևոր է հեղինակի համար հեղինակն էլ է տեսնում այդ անդրադարձը արձագանք եւ հաղորդման ավարտին մի այսպիսի հարց արհեստական բանականությունը ամենտեղ ուզենք թե չուզենք շատ բուրըն կերպով, այո, ներգրավված է արդեն մտնում է ամենտեղ, հա, ամենտեղ կա արհեստական բանականության հետքը ներգործությունը։ Չկա մտավախություն, որ հենց վավերագրության մեջ էլ արհեստական բանականությունը կմտնի, օրինակ ինչպես Իլոն Մասկը ասում է, մի 15 տարի հետո մարդիկ ավելի քիչ են պետք լինելու, քան հենց արհեստական բանականությամբ ստեղծված այդ ծրագրերը։ Այդ մտավախությունը չկա, որ ինքը արդիական չի լինի, հիմա դուք ինչու այս հարցը տվեցի, որովհետև տեսնում եմ ապագայի համար մեծ ծրագրեր եք կազմում, ապագայի ծրագրերը կազմելիս արհեստական բանականության գործոնը հաշվի առել եք, մտածել եք։ Շատ արագ է փոխվում հիմա կյանքը, ես չեմ կարա ինչ-որ վերցիկ տամ, հա, այսպես ասած, թե ինչ կլինի 5 տարի հետո, 15 տարի հետո, բայց իմ ոնց որ ասած մոտեցումը կյանքին եւ առհասարակ ամեն ինչին մի քիչ ուրիշ է, ես չեմ վախենում նոր արարություններից, այլ կարծում եմ, որ ամեն ինչ օգտագործողից է կախված, այսինքն նույն կացինը կարաս օգտագործես օգտակար բանի համար ու մարդ սպանես ու կախված դրանից, թե դու ոնց դա կօգտագործես, ինքը իր նպատակին, այսպես ասած, կծառայի։ Կինոյի տեսանկյունից ես ունեմ իմ անձնական մոտեցումը, շատ ուսումնասիրություններ չեմ արել, բայց տենդենսները կարծես թե տանում են նրան, որ արհեստական բանականությունը կարա մի գեղեցիկ օր լիարժեք փոխարինի խաղարկային կինոյին, այսինքն դերասանները կապ չունի իրական դերասան է եկել խաղում, թե գեներացված այդ ոնց որ ծրագրով է, եթե ինքը բնական է իր հույզերը, չգիտեմ, ապրումն է եւ այլն, դու էլ ասում ես ինչ անի, ոնց անի, ու ինքը խաղում է, կարծես թե կարա փոխարինի խաղարկային կինոյին, բայց վավերագրական կինոյի դեպքում նույնիսկ եթե դու արհեստական բանականության էլեմենտներ օգտագործես, ինչ-որ բան անես, ինքը մեկը կմնա առավել եւս կարծում եմ ավելի հետաքրքիր կլինի, որ իրականությունը ներկայացնի, որ մարդիկ ավելի մեծ ցանկություն ու ավելի մեծ չգիտեմ, սով ասեմ, կունենան իրականության հետ առերեսվելու, որովհետև երբեմն արհեստական բանականությունը նաև տանելու է նրան, չգիտեմ, 10 տարի հետո մեր եկող երեխաների սերունդը, հա, ապրելու է ինչ-որ վիրտուալ իրականություններում, augmented reality կա, որը վիրտուալ չի, բայց մեջտեղում է, այսինքն ինչ-որ տենց բաներ են սպասվում, որոնցից եւ մենք սկի գաղափար չունենք կամ չենք պատկերացնում ոնց է լինելու, բայց միշտ բոլոր ժամանակներում իրականությունը մարդուն հետաքրքիր է եւ եթե այդ իրականությունը դու կարողանաս պատկերել, թե ինչ կերպերով կանես, ինչ ձևերով դա կարողանաս արտացոլել, արդեն ինքը մեկը կունենա իր արժեքն ու նշանակությունը։ Սիրելի հայրենակիցներ, զրուցեցինք վավերագրող, պրոդյուսեր եւ դիստրիբյուտոր Արևիկ Ավանեսյանի հետ։ Այսքանը, ստեսություն։